Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Արդյոք գտել ես ճիշտ հավասարակշռությունը։ Քրիստոնեական կյանքը, ինչպես նաև կյանքն ընդհանրապես, ինչ-որ իմաստով կարելի է հեծանիվ վարելու հետ համեմատել։ Որպեսզի առաջ ընթանաս ու վայր չընկնես, պետք է իմանաս, թե ինչպես պահպանել հավասարակշռությունդ։ Իսկ հեծանիվի դեպքում հավասարակշռությունը պահելու համար պետք է շարունակել առաջ շարժվելը։ Կանգնած ժամանակ շատ դժվար և գրեթե անհնարին է հեծանիվի վրա հավասարակշռություն պահելը։ Առաջարկում եմ մի պահ խորհել ասվածի շուրջ։ Սիրելի՛ բարեկամ, Ժողովողի գիրքը մեզ սովորեցնում է նաև հավասարակշռության մասին, որը պետք է պահպանել կյանքում։ Ահա թե ինչ ենք կարդում Ժողովող 3-րդ գլխի 1-ին խոսքում. «Ամեն բանի ժամանակ կա, և ժամանակ կա երկնքի տակ բոլոր գործերին»։ Այսպիսով կարելի է Ժողովողի թվարկումը շարունակել ու ասել, որ ժամանակ կա Աստծու Խոսքը կարդալու համար, մի լավ գիրք ընթերցելու կամ հետաքրքիր և ուսուցողական ֆիլմ դիտելու համար, աղոթելու և Աստծու ներկայության մեջ պարզապես լռելու համար, քեզ սիրելի մարդկանց հետ հաղորդակցվելու և նրանց հետ տարբեր թեմաներից զրուցելու համար, եկեղեցի գնալու և հոգևոր ծառայությանը նվիրվելու համար, աշխատելու և արձակուրդ գնալու համար։ Երկու ծայրահեղություն կա։ Մեկն այն է, որ մարդը չափազանց պահանջկոտ է լինում սեփական անձի հանդեպ և մաշեցնում է սեփական կյանքը տարբեր ծանրություններ իր վրա վերցնելով, իսկ մյուս ծայրահեղությունն այն է, որ մարդը խուսափում է ցանկացած պատասխանատվությունից և մատնվում անգործության ու ծուլության։ Չափազանց պահանջկոտ լինելով իր հանդեպ կամ ընկնելով կրոնավորության ծայրահեղության մեջ, մարդը ոչ միայն ընկնում է դժբախտանալու և հիասթափվելու ծուղակի մեջ, այլև հեռանում է Աստծու սրտից։ Դու կարող ես անգիտակցաբար Աստծու հետ քո հարաբերությունները դարձնել կրոնական պարտականությունների մի ամբողջություն։ Աստված ցանկանում է, որ մենք մոտենանք Իրեն սիրուց դրդված։ Մենք կարող ենք Աստծուն փնտրել և գտնել, եթե մեր ամբողջ սրտով փափագենք Նրա ներկայությանը։ Ընթերցիր Երեմիայի մարգարեության 29-րդ գլխի 13-րդ խոսքը. «Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այսօր հրավիրում է քեզ վայելելու այն կյանքը, որը Նա առատաձեռնորեն պարգևում է քեզ։ Ե՛կ միասին աղոթենք Դավիթ թագավորի պես անկեղծ և բաց սրտով։ Հա՛յր, խնդրում եմ, ների՛ր, որ հաճախ ունակ չեմ լինում գնահատելու քո պարգևած օրհնությունները։ Խնդրում եմ, սովորեցրու ինձ վայելել Քո պարգևած յուրաքանչյուր բարիքը։ Տուր ինձ իմաստություն պահպանելու այն հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է սրբության կյանքը վայելելու և մյուսներին ծառայելու հաճույքը զգալու համար։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Այո՛, Աստված սիրում է, երբ Իր զավակները վայելում են Իր պարգևած բարիքները։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։